Նիկոլ Վավայևիչի կարգավիճակը այնպիսին էր, որ այստեղ պետք է նշեր կամ որևէ տեղ պետք է, բայց դա գին պետք է ունենար։ Այսինքն ինչ Հայաստանի Հանրապետության շահը ինչ է պահանջում, որտեղ նշել եւ ինչ կարգավիճակով նշել։ Այդ օրինակ, եթե Նիկոլ Վավայևիչը այնտեղի հանդիպումից հետո բերեր իր հետ ազատականը Բաքվում պահվող հայերի ազատականը բերեր, ասել, որ այնտեղ հավաքված մարդիկ պարտադրեցին Ալիևին առանց պայմանի բաց թողնել մեր հայրենակիցներին։ Ես կարծում եմ ինքը կարող էր այնտեղ նաև երգել մանավանդ Տուխմանովի երգը երգել։ Այդ գլխավոր երգը հիմա երաժշտությունը երկրորդ համաշխարհային պատերազմի Ռուսաստանում Դավիթ Տուխմանովն է գրել, ապրես հայրենակից, թող երգեր, ես չգիտեմ լավ կերգեր թե վատ, կարևոր չի։ Կգար ու մեր բերանը կփակեր, կասեր ես ազատել եմ մերոնց։ Այդ իմ նվաստացումը Լուկաշենկոյի կողքին նստելը, հետը զրուցելը, ինչ որ մեզ դեմ արել է Լուկաշենկոն, Բելորուսի նախագահը, նա ձեռքը սեղմել, հետը նստել, նույն բաժակից չէ, նույն սեղանից, հա, սեղան ասենք, նույն շշից ինչ որ բան խմել են, չէ, նրանք այդպիսի բաներ են անում, բանկետներ են անում, այդ բաներից հետո, հա, սեղանակիցը լինելը գին ունի, այ ես ուզում եմ մնալ, ինչ բերեց, Հայաստանը ինչ շահեց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար էր գնացել, թե իրենական։ Այ դուք ինձ սարքեցիք էլի, վիճակ սարքեցիք, շնորհակալություն։ Այս դա եմ ասում, ինչի համար էր գնացել, եթե գերիներին պետք է ազատեր, ես չգիտեմ մեր կարգավիճակը պետք է բարձրացներ։ Մի բան պետք է գին ուներ, ես կարծում եմ մասնակցելը հիմա։ Սրանից առաջ բոլոր այդ միջոցառումներին, տոնահանդեսներին մենք մասնակցել ենք որպես հաղթող։ Բանը ավանդություն է եղել։ Ավանդաբար գնացել ենք, բայց հիմա վիճակը փոխվել է։ Որոշ փոփոխություններ կան, որովհետև 51 պետություն 53 պետություն հաղթել է։ Հակահիտլերյան կոալիցիան բաղկացած է եղել 53 պետությունից։ Սակայն հայերը մասնակցության թվով տված հերոսների թվով կարծեմ ռուսներից, բելորուսներից, ուկրաինացիներից հետո հաջորդն են, չէ՞։ Մի համեմատեք։ Նրանց տարածքում է դա եղել։ Բայց երկրում էր եղել չկռվեին։ Մենք հերվից հերու դա շատ լուրջ ակցիա է եղել, հայ ժողովուրդը կանգնել է ռուս ժողովրդի կողքին։ Պարոն Արշակյան, այդ դեպքում ինչպես է ստացվում, որ այդ հաղթանակում չնչին մասնակցություն կամ արդյունք տված ադրբեջանցիները ադրբեջանական ռազմական հանցագործների խումբ են ուղարկում Մոսկվայում Կարմիր հրապարակում հաղթական շքերթով անցնելու համար, իսկ հայկական կողմը առանց զորախմբի է գնում։ Չէ, նախ դա արդեն լուրջ է։ Օկուպացիա, անեքսիայի ենթարկած ազգային փոքրամասնության կոմպակտ բնակավայրը, ես միջազգային տերմին եմ օգտագործում։ Մեր հայրենիքը, Արցախը չեմ ասում, տեսեք, մեր հայրենիքն է Արցախը։ Սիրելի հայրենիքը։ Ուրեմն դա չի ասում։ Կոմպակտ բնակավայրը անեքսիայի ենթարկած զորքի առաջ պատիվ ես բռնում։ Ինչ է, այդ դրամանոց գինը որն է։ Եթե դա կրկնակի նվաստացում էր, մեզ նվաստացրեցին, մեզ հաղթող բանակի առաջ մենք կանգնեցինք։ Մեզ նվաստացրեցին, թե Փաշինյանը մեզ նվաստացրեց, պարոն Արշակյան։ Չէ՞ որ Ռուսաստանի այդ վերաբերմունքը նաև իր ու իր քաղաքական թիմի հայտարարությունների ու գործողությունների հետևանքն է։ Չէ, դա իրենց միջոցառումն է, իրենք ինչ ուզում են անեն։ Իմ ներկայությունը այդ կամպանիային դա է նվաստացումը։ Իրենք իրենց տներում շատ բան են անում, չէ՞, իրենց հայրենիքում մարդիկ տարբեր նշաններ են կրում, տարբեր ծիսակատարություններ ունեն, բայց դա իրենց գործն է։ Բայց երբ որ ես մասնակցում եմ ու այնտեղ ինձ անպատվում են, դա արդեն ուրիշ է։
Իրենք եթե անում են, Բաքվում, Անկարայում շատ բան են անում։ Այ մեզ ինչ։ Բայց երբ որ ինձ հրավիրում են որպես ինչ, այդտեղից է, որպես ինչ ենք մասնակցել, ով ենք եղել կարգավիճակով, որպես նվաստացող, որ մենք հաղթող ենք, հաղթեցինք գերմանական նացիզմին, հաղթեցինք հայկական սեպարատիզմը, դա էր նշանակում։ Հայերի սեպարատիզմը հաղթեցինք, հայերին արտաքսեցինք իրենց երկրից, հայերի ղեկավարներին գերի վերցրեցինք, հիմա պատժում ենք, տեսեք ինչքան բան կա, ուզում եմ իմանալ այդ զորքի առաջ կանգնելով մեր երկրի ղեկավարը ընդունեց, որ արդարացի է դա, նրանք ասում են, որ մենք արդարություն հաստատեցինք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր համաձայնությունն է հայտնել։ Դա եմ ասում, դրա մասին ենք խոսում, չէ՞։ Պարոն Արշակյան, որն էր, ինչ բերեց ինքը իր հետ։ Ուզում եմ տեսնել դա։ Ես էլ կուզեի, եւ այստեղ մի շատ կարևոր հանգամանք կար, այդ փափախը, հա, այլ բառ հարմար չեմ գտնում, որ Փաշինյանը կրում է իր գլխին ու բոլորը տեսնում են, ասում են ադրբեջանցի միրգ կամ բանջարեղեն վաճառողի փափախ է դրել, այդ փափախով է գնում հայրենական պատերազմի շքահանդեսին մասնակցելու եւ նույնիսկ ռուս հաղորդավարը ներկայացնելիս շփոթվում է, սկզբում ներկայացնում է Ադրբեջանի ղեկավար, հետո ներողություն է խնդրում, որ գիտեք Հայաստանի վարչապետն է, արդյոք ռուս հաղորդավարը իսկապես շփոթվել է, արդյոք Նիկոլ Փաշինյանին չեն ընկալում դրսում որպես հայ, ավելի շատ ասոցացնում են ադրբեջանցու հետ, նույն իր կրած այդ փափախի պատճառով, թե սա հատուկ նուրբ ակնարկ էր Ռուսաստանի կողմից։ Այդպես էլ կարող է լինել, բայց մենք մեր ձեռքի տակ կա Ֆրեյդը, ուղղակի նրանց մոտ դա է խոսակցության ընկալումը մեր մասին, նրանք այդպիսի կարծիք ունեն, անփույթ կարծիք ունեն, հա, մեղմ ասեմ։ Որ մենք ադրբեջանցի ենք, թե որ Փաշինյանն է ադրբեջանցի։ Մենք ինչ որ Նրանց համար կարևոր չի մենք ով ենք, այդ անկարևորությունն է արձանագրվում։ Իհարկե կարող են եւ հանձնարարություններ լինել, ես ասում եմ նվաստացման խորհրդանշաններ են դրանք։ Խորհրդանշաններ կարող են լինել, օրինակ ասենք այդ գլխարկը անճաշակության խորհրդանշան է։ Խորհրդանշան էլի չկա մեկը, որ ասի դու ստիլնի չես։ Ստիլյագություն մի արա։ Մեկը պետք է ասի, չի, ուրիշ բան դեր, էլի անտիֆրիզ գալ ինչ եղել։ Լավ տարբերակ էր։ Մի բան արա, որ գլուխը չսառի, կամ ներսից կամ դրսից։ Այսինքն մի բան պետք է ասեն մեկը թիմ ունել, թիմում պետք է ասեն, որ ներկայանալի պետք է լինես, էսի ինչի, էդի բանի Վատսոնի գլխարկն է ֆիլմերից։ Վատսոնը չէր։ Կարծեմ Վատսոնը մի քիչ այլ եզրագծով տարբեր գլխարկներ է դրել, անգլիացիները տարբեր գլխարկներ են դնում։